Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և լինենք անկեղծ ժողովուրդ ջան բավականին մեծ և հզոր ելույթ ունեցավ պարոն Փաշինյանը, խոսեց թե Հայաստանի և թե ԵԱՏՄ-ի փոխադարձ տնտեսական գործողությունների վերաբերյալ և առհասարակ լինենք անկեղծ ժողովուրդ ջան, ապա շրջափակումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսությունը աճելու է և կատարելագործվելու է, որովհետև արդեն իսկ պարզ է, որ Ղազախստանը ունի մեծ ցանկություն Հայաստանի հետ համագործակցելու և համագործակցելու է, նույն Տոկաևը մեծ հույսեր ունի այս ամենի հետ կապված, Ռուսաստանի Դաշնությանը ինչքան էլ դուր չգա այն փաստը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է, բայց իրանք էլ են հասկանում, որ տնտեսական առումով ուզեն չուզեն մեր հետ պետք է համագործակցեն։ Եվ այստեղ խնդիրը չի կայանում նրանում, ու շատերը ասում են՝ «Ադե լավ եք էլի նորից Ռուսաստանի հետ պետք է շփվել»։ Ժողովուրդ ջան, Ռուսաստանի հետ հիմա շփումը տնտեսական և վերջ, այլևս չկա այն հասկացողությունը, որ Ռուսաստանը խառնվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերով զբաղվում է Հայաստանի Հանրապետությունը և որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին խառնվելու։ Իսկ այն մարդիկ, ովքեր փորձում են կրկին ռուսական գաղափարները մտցնել Հայաստանի Հանրապետության ներսում, ապա ես ձեզ ասում եմ, դուք այլևս իշխանության չեք գալու։ 18 թվականին դուք գնացել եք և ինչքան էլ փորձեք ձեր նոր դեմքերով, ճիշտ ինչ նոր դեմքեր, հին դեմքերով, ձեր ձևով կամ չգիտեմ ընչերով փորձեք գալ իշխանության, դուք էլ չեք գալու իշխանության։ Գնացել եք, մնացեք ձեր գնացած տեղում, վերադարձնելու եք ամբողջ գումարները, որը թալանել եք ժամանակին, և այսքանը։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք Նիկոլ վարչապետ։